Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում, ճիշտ է, Հենրիի ու Անգելինայի հարսանյաց հանդեսը կայացավ ամենագեղեցիկ և զգացմունքային ձևով։ Նրանց ամուսնությանը հաջորդեց Յաննայի ու Հալալի պսակադրությունը, որտեղ քավոր ու քավոր կին էին հենց նորապսակները՝ Հենրին ու Անգելինան։ Բոլորը հուզված ու երջանիկ էին, թվում էր, թե երկարատև տանջանքից հետո վերջապես խաղաղություն է իջել այս ընտանիքների գլխին, բայց, ինչպես ասում են, կյանքը դաշնամուր է, սպիտակ ստեղներին միշտ հաջորդում են սևերը։ Առաջին հարվածը Հենդոյի ծանր հիվանդությունն է, հանկարծակի թոքաբորբով հոսպիտալացվում է, իսկ վիճակն այնքան բարդ է, որ բժիշկները դեռ ձեռնպահ են մնում հստակ կանխատեսումներից։ Բարեբախտաբար Աննան է միջամտում, նրան տեղափոխում է վստահելի բժիշկների մոտ, սակայն նույնիսկ այդ պայմաններում վտանգը մնում է շատ լուրջ։ Բայց այս ամենը դեռ ոչինչ է, համեմատած հաջորդ ցավալի լուրի հետ։ Սոսը և Արամը օրեր շարունակ անհետ կորած են։ Նրանց առևանգում են բացառիկ ձևով, օրը ցերեկով փողոցի մեջտեղում, բայց այնպես պրոֆեսիոնալ, որ ոչ ոք ոչինչ չի տեսնում։ Առաջինը առևանգվում է Արամը, նրա մեքենան գտնում են բաց վիճակում, հեռախոսը մեքենայում։ Արամից ոչ մի ուղերձ։ Մերին նկատելով այդ ամենը անմիջապես զգում է սպառնալիքը, իսկ երբ քիչ անց կապն ընդհատվում է նաև Սոսի հետ, սկսվում է իսկական մղձավանջ։ Եվ սա հենց այն պահին, երբ Սոսը բացահայտում է իր կյանքի գլխավոր ճշմարտությունը։ Արամը նրան ասում է, որ Միքայելը ժամանակին նորածին Անգելինային հանձնել է Ավագին ու Վիկտորիային, ինչը դառնում է ամենակարևոր փազլի վերջին կտորը։ Սոսը վերջապես հասկանում է, որ Անգելինան իր և Աննայի աղջիկն է։ Նա շտապում է Ավագի տուն, սկսում հարցաքննել նրան ու Վիկտորիային։ Բայց նրանք դասական ստի ու մանիպուլյացիայի ոճով ձևացնում են, որ չեն հասկանում, ժպտում են, սակայն Սոսի հայացքը այլևս խաբել հնարավոր չէ։ Ավագն ասում է, որ նման բան չկա և Սոսից պահանջում է դուրս գալ իր տանից և Անգելինայի հարցով այլևս իրենց չանհանգստացնել։ Քիչ անց Սոսը հաղորդագրություն է ուղարկում Աննային, ասելով Անգելինայի մասին։ Իսկ այդ պահին Աննայի հեռախոսը Միքայելի ձեռքում է և հենց նա է ընթերցում նամակը, որտեղ Սոսը գրում է, որ Անգելինան իրենց աղջիկն է։ Միքայելը հետ է զանգում Սոսին Աննայի հեռախոսից և ասում, որ հանգիստ թողնի իր կնոջը, քանի որ իրենք հաշտվել են։ Սոսը հունից դուրս է գալիս ու զղջում իր ուղարկած նամակի համար։ Վերադառնալով տուն, նա Լիլիթի հետ խոսում է Անգելինայի մասին, իսկ Լիլիթը ձևացնում է, իբր տեղյակ չի եղել, որ Անգելինան Սոսի ու Աննայի դուստրն է։ Սոսը բնականաբար չի հավատում նրան։ Իսկ քիչ անց էլ տեղի է ունենում Սոսի արագ ու կազմակերպված առևանգումը։ Սոսի ու Արամի հետագա ճակատագիրը մռայլ ու անորոշ է։ Կասկած չկա, այս դեպքի հետևում կանգնած են այն մարդիկ, ովքեր սպանել են Անտոն Զավենիչին, իսկ հիմա ցանկանում են ընդմիշտ լռեցնել Սոսին ու Արամին։ Այս սարսափելի իրադարձությունները կրկին վերադարձնում են այն մթնոլորտին, որի մեջ վերջին զանգը սկսեց իր պատմությունը՝ վրեժ, մանիպուլյացիա, լռություն ու ճակատագրական գաղտնիքներ։ Իսկ ինչ կլինի հետո։ Կփրկեն արդյոք Սոսին ու Արամին։ Կհանդիպեն Աննան ու Սոսը, մինչև ճշմարտությունը կվերածվի մի նոր դժբախտության։ Մնում է սպասել, որովհետև այս պատմության ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սոսը կամ Արամը կմահանան։ Գրեք մեկնաբանություն։